Պարոն Քոչարյան, օրերս հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային փաստաթղթերը, դրանցում ձեզ համար բացահայտում կար։ Ոչ, քանի որ իմ ամբողջ կյանքը 90-ականներից սկսած անցել է այդ ամբողջ տեղեկատվությանը մոտ լինելու պարագայում։ Այնպես որ շատ է քննարկվել այս հարցերը եւ ասեմ, որ վերջին անգամ ամբողջության մեջ դա մեզ հասանելի է դարձել, երբ որ Հանրապետության վարչապետը քննիչ հանձնաժողովում մանրամասն ներկայացրել է ամբողջ այն փաթեթը, որը որ հիմա մասամբ արդեն ամբողջությամբ ներկայացվեց հանրությանը, որի պահանջը անդադ կար եւ այդ ամբողջը ներկայացնելուց հետո հիմա ինձ համար շատ հետաքրքիր է պատասխանները որտեղ են գտնվում, բանակցային գործընթացները բերելու են նրան այն նպատակների իրականացմանը, որը դրված է եղել 90-ականներից Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հիմքում, որովհետեւ անդադ խոսվում է այս ժամանակաշրջանը ունենք հրաշալի առաջարկներ, մերժեց Ադրբեջանը, մերժեցինք մենք եւ այլն, բայց վերջին շրջանում անդադ խոսում են առաջարկների փաթեթների մասին, ընդհանուր 19 թվականի առաջարկների մասին, որտեղ այդ լուծումները նախկինում պետքա տրված լինեին անցած 3 նախագահների կողմից, չգիտես ինչի չեն տրվել, եւ որ արդյունքում մենք կանգնել ենք պատերազմի առաջ եւ պատերազմի արդյունք եղել է մեր համար, Արցախի համար, Լեռնային Ղարաբաղի համար ողբերգական, այսինքն վերջին հաշվով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այդ ամբողջի մեջ հիմա պետք է հասկանալ բանակցային գործընթացների կարևորությունը, եթե պահը ճիշտ չես ընկալում եւ ճիշտ որոշումների չես գալիս, ինչ աղետալի հետևանքներ կարող է դրանք ունենալ։ Այնպես որ, այո, ինձ համար այնտեղ նորություն չկա, բայց շատ-շատերի համար կան նորություններ եւ բացահայտումներ, իսկ վերջին բացահայտումը իմ համար ամենակարևորը դա այն էր, որ չորեքշաբթի օրը Հանրապետության վարչապետը հնչեցրեց այն իրողությունը, որ կա կորած փաստաթուղթ, հենց մեղրի հետ կապված, որի արդյունքում կան հոկտեմբերի 27-ի վարկածներից մեկը, որը կապված էր հենց մեղրի խնդրի հետ, բանակցային գործընթացում մեղրի հետ կապված խնդիր կար եւ դա արդեն ամենակարևորն էր եւ կարծում եմ վարչապետի այդ բացահայտումից հետո համապատասխան մարմինները անվտանգային պետքա փնտրեն եւ գտնեն ոնց է անհետացել այդ փաստաթուղթը, որովհետեւ այդ փաստաթղթի հետ կապված այսօր էլ նույն ղեկավարները կա, Ռոբերտ Քոչյանը կա, Հերիկ Քոչինյանը կա, որը մասնակցել է այդ քարտեզների գծմանը, նախկին Լոռիի մարզպետ եւ տրանսպորտի նախարար այդ ժամանակ։ Ես կարծում եմ, որ այստեղ անելիք կա նաեւ քննություն պետք է իրականացվի այդ փաստաթուղթը ամբողջ ծավալով ոչ միայն հայտնաբերելու, այլ եթե նույնիսկ չկա ինքը, նրա բովանդակությունը վերականգնելու, որպեսզի հասկանանք, այդ ինչ են քննարկում, որի արդյունքում վարկածներից մեկը հոկտեմբերի 27-ի կապված էր հենց այդ առաջարկի հետ։ Արամ Սարգսյանը մասնավորապես մեղրի տարբերակի հետ կապված այսպիսի մի գրառում էր արել, որ պնդումները թե հոկտեմբերի 27-ը կապ չունի մեղրի տարբերակի հետ եւ участковի գործ է, ոչ միայն անհիմն, այլև կասկածելի են դառնում։ Դուք կիսում եք արդյոք այս տեսակետը եւ արդյոք տեղի ունեցավ այն, որպեսզի խոչընդոտողներից ազատվի։ Ես մինչեւ հիմա ապրում եմ այն հույսով, որ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի։ Եվ եթե նկատել եք, ամեն ինչ անում եմ դա լինի դատախազի տարեկան զեկույց, թե քննչական մարմիններին աջակցելու ինչ որ հնարավորություն 27-ի բացահայտումը անընդհատ ուղեկցում է մեր սերունդին, որոնք կապված են եղել երկրի անվտանգային միջավայրի կայացմանը սպառապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ։ Փաստաթղթի Այսինքն ես կիսում եմ, ոչ թե կիսում եմ, հենց հիմնական վարկածներից մեկը դա է, բայց չորեքշաբթի օրը, որ վարչապետը բացահայտեց տվյալ փաստաթղթի չգոյությունը, դա արդեն հիմք է տալի մտածելու, որ չգոյությունը արդեն կապված է ինչ որ մի առեղծվածի հետ, մեր համար դա հոկտեմբերի 27-ն է։ Աղմուկը բավական մեծ էր, հա, հրապարակված փաստաթղթերից հետո, ընդդիմությունը ինչու է աղմկում ըստ այս ամեն ինչից հետո։ Ընդդիմությունը շատ դեպքերում անիմաստ է աղմկում, որտեվ քաղաքական օրակարգի հետ կապված ասելիք չունի եւ բնականաբար պետք է աղմկի, որպեսզի խլեցնի ինչ որ մի բան, որը գոյություն չունի, որը արդեն հաստատված է, կայացած փաստերի շուրջ աղմուկ անելը ոչ մի լավ բան չի բերում քաղաքական գործընթացներում իրենց դերակատարումը ցուցադրելու համար։ Այս հրապարակած փաստաթղթերում բավականին ուշագրավ էր Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, կարող ենք ասել, որ
Նրանք իրականում շատ լավ հասկացել են, որ Հայաստանին սպասվում է պատերազմ, ինչն էլ սկսվեց 2020-ին եւ ունեցան Ղարաբաղի կորուստը, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ։ Այս մասով խնդրեմ ձեր դիտարկումները եւ գնահատականը։ Դա եւս մեկ անգամ հաստատեց այն իրողությունը, որ 16 թվականի ապրիլի 2-ի ռազմական գործողությունները ունեցել են նպատակ, այսինքն ցույց տալ իրենց առավելությունը եւ հնարավորությունը, եթե խնդրի լուծումը իրականություն չի դառնում եւ նամակը ուղղված Պուտինին, որը Զախարովան մեկնաբանեց որպես աշխատանքային փաստաթուղթ, որը հրապարակման ենթակա չի, բայց մեզ համար դա կարևոր փաստաթուղթ է, որտեղ արձանագրում է այն, ինչ որ մենք գիտենք եւ քննիչ հանձնաժողովը իր եզրակացության մեջ այդ դրվագի հետ կապված ունի որոշակի մեկնաբանություն։ Եվ բնականաբար դա եւս օրինակ հիմա ես ասում եմ, որ մենք լավ աշխատանք ենք կատարել ոչ միայն 44 օրյայի հանգամանքների ուսումնասիրման արդյունքում, այլ քառօրյայի ուսումնասիրման արդյունքում, առավել եւս Սերժ Սարգսյանը նաեւ հասկանալով իրողությունները գնացել Արցախ եւ ասել է, որ տարբերակներից պետքա այս տարբերակը Լավրովի պլանի հետ կապված եւ նույնիսկ պետքա լուծում տանք, հակառակ դեպքում նույնիսկ բանի մեջ, խոսույթի մեջ անդադ օգտագործում է չասենք ղարս երկնորոշի երկենք եւ ինչ որ է դա հաստատում է այն, որ քառօրյա պատերազմից հետո երբ որ իշխանությունները անդադ ասում էին, որ մենք քառօրյա պատերազմում հաղթել ենք, չնայած ապացուցված էր, որ մենք նաեւ այդ պատերազմը այն պատերազմը չէր, որ մենք ստացանք 44 օրյա պատերազմում, այլ այդ իրողությունը կապված էր այն առավելությունների ցուցադրման հետ, որ հակառակ կողմը ցույց տվեց եւ ունեցավ նաեւ ռազմական հաջողություններ, ինչի գիտես ինչի մենք անդադ ասում ենք, որ մենք հաղթել ենք, իրականում մենք էլ պարտվել 44 օր պարտվել։ Խոսենք նաեւ իշխանության եւ որոշ եկեղեցականների միջև արկա այս հակամարտության մասին, մեծ զրույցում Բալթյան թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը այսպիսի մի միտք արտահայտեց, որ Մայրաթորը ղեկավարվում է դրսից։ Դուք արդյոք կիսում եք այս տեսակետը։ Տարիներ շարունակ մենք գտնվել ենք մի համակարգի մեջ սովետական միություն, որտեղ հատուկ ծառայությունները դրանք տեղակայված են Ռուսաստանի Դաշնությունում, ըստ ժառանգության նրա կենտրոնը են տեղել, մյուս հանրապետություններում պետական կառույցները ըստ էության ունեին ենթակայություն կենտրոնական կառույցներից, որոնցից մեկն էլ բոլոր հատուկ ծառայություններն էին տեղակայված կենտրոնում եւ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Հայաստանը օպերատիվ հետաքրքրություն է ներկայացրել, ինչպես նաեւ մյուս հանրապետությունների նմանատիպ կառույցները, ինչպիսին է Սփյուռքի մեր գոյությունը հսկայական, ցանցային գոյությունը, եկեղեցու ցանցային գոյությունը, որը սովետական միության հատուկ ծառայությունների համար իհարկե որպես կարևոր կառույց ունեցել է իր գրավչությունը եւ մեր ժողովրդական բանավիճության մեջ այդ կասկածները միշտ էլ օգտագործվել է, որովհետեւ այդ կառույցները իրենց բնույթից ելնելով միշտ փորձել են գտնել իրենց համար կարևոր ինֆորմացիոն աջակցություն ստանալու կամ օգտագործելու հնարավորություն գործակալական իմաստով կամ ընդհանրապես ինֆորմացիա ստանալու իմաստով լինելով ցանցային Հայաստանը շատ մեծ գրավություն է ներկայացրել հայաստանյան կառույցները սովետական օպերատիվ, այսինքն անվտանգության մարմինների համար։ Այդ տեսանկյունից եւ եկեղեցին, եւ Սփյուռքի կառույցները միշտ հետաքրքրություն ներկայացրել են, բայց մենք հիմա անկախ պետություն ենք եւ այդ ամենը մեր ժառանգությունը պետք է լինի եւ մեր համար պետք է, մեր պետության համար պետք է դա հետաքրքրություն ներկայացնի, բայց բոլորիս համար էլ հասկանալի է, եթե մեկ անգամ դու դառնում ես այդ կառույցների համար ցանկալի եւ տալիս ես համապատասխան համաձայնություն, դու հավերժ մնում ես նրանց ենթակայության տակ, հավերժ։ Հիմա երբ որ ասում են լյուստրացիա պետք է անենք եւ մեծ բարձրան հանրապետությունները իրենք լյուստրացիա արեցին, որպեսզի մաքրվեն այդ բեռից։ Ինչքանով էր դա արդարացված, ես չեմ կարող գնահատել, բայց մենք այդ լյուստրացիայի մասին մենք բազմիցս խոսել ենք անկախության տարիների առաջին օրվանից մինչև հիմա եւ դա իրականություն չի դարձել, բայց դա պետք է մի օր արվի, որպեսզի մենք ազատվենք այն ազդեցությունից արտաքին, որոնք կարող են գոյություն ունենալ եւ ունեն տարբեր կառույցներում, ընդհանուր մեր պետական կարևոր կառույցներ, մինչև զինված ուժեր, պետական այլ մարմիններ եւ դա մեկ օրվա գործ չի, դա տարիների գործ է, այնպես որ
Դրան հասնելու համար պետք է նախ գիտակցել դրա վտանգավորությունը, իսկ այս պատերազմների ընթացքում մենք տեսանք դրա վտանգավորության մակարդակը եւ դրանից ելնելով մենք պետք է մեր երկիրը կառավարենք այնպես, որպեսզի արտաքին միջամտության հնարավոր բոլոր գործիքակազմերը չծոքացնենք։ Մեր ձևով շարժումը եւս հայտարարեց, որ աջակցում է եկեղեցուն, բայց տեսակետ կա, որ այս շարժումները նույնպես համապատասխան կենտրոններից են ղեկավարվում, ինչ կասեք այս։ Դե գիտեք, ինչ դուք եթե իմ հարցազրույցներին հետևել եք նախկինում, իմ համար միշտ անհասկանալի եղել Ռուբեն Վարդանի հայտնությունը եւ նրա ուրեմն խոսույթը եւ Արցախից եւ Հայաստանից դեպի Արցախ եւ Արցախում եւ նմանատիպ ուրեմն գործողումները տարբեր երկրներից Հայաստան, որոնք անմիջապես փորձ են անում մտնեն Հայաստանի քաղաքական կյանք։ Երբ որ Հայաստանի քաղաքական կյանքից իրենք դուրս են եղել, հարստացել են այլ երկրներում, ունեն այլ հարաբերություններ, տվյալ պետություններում իրենց գործունեության աջակցության տեսանկյունից եւ նրանք հանկարծ մի օր գալիս են իրենց հայրենիք եւ անմիջապես հայտարարում են, որ պետքա փրկեն երկիրը։ Դա միշտ կասկածելի է, շատ դեպքերում կասկածը շատ հիմնավորված է պետական կառույցների կողմից եւ բնականաբար իրավական ճանապարհով պետք է այդ կասկածները կամ փարատվեն կամ ստանան իրավական լուծումներ։ Այնպես որ մյուս եկողները կամ այստեղից գնացողները, որպեսզի հետ վերադառնան, թողնքները հավաքեն գլուխ Հայաստանը ոչ միայն անկախ պետությունը, այլ նաեւ ունի ազատության այսօր այն աստիճանը, որ հնարավորություն է տալի այդ ամբողջին տալ իրավական գնահատական։ Եվ լուծումներ։ Նախորդ Կիրակի օրը, երբ վարչապետը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում էր պատարագին, Նարեկ Կարապետյանը եւս այնտեղ էր, նա դուրս եկավ, կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ եւ ասաց, որ տեսանք, որ ժողովուրդը չի աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Նաեւ այս մասով կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ժողովուրդը եթե Նիկոլ Փաշինյանին չաջակցեր 21 թվականին պատերազմի ծանր հետևանքներից հետո Նիկոլ Փաշինյանը չէր առաջնորդի մի շարժում, որը եկավ իշխանության նորից։ Այսինքն նախ չէր գնա արտահերթ ընտրությունների։ Երկրորդը գնալուց հետո ժողովրդի աջակցությունը ստացվել է այն ժամանակ։ Հիմա Նարեկ Կարապետյանը նոր առաջին քայլերը, սաղմնային քայլեր անող քաղաքական ոչ թե գործիչ է, այլ ժառանգորդ է մի համակարգի, որը գործողվել է Հայաստան եւ ինքը ստիպված պետքա սպասարկի գործողված իր հորեղբոր նպատակներին։ Դա անհաջող փորձ է, որովհետեւ քաղաքական նման հայտարարություններ անելու համար պետքա ունենաս կենսագրություն։ Ես իրեն մաղթում եմ կենսագրություն կերտելու հնարավորություն, բայց դրա համար տևական ժամանակ է պետք։ Վերջերս դուք եղել եք Երուսաղեմում, խնդրեմ նաև հայտնեք Երուսաղեմի պատրիարքությունը տեղյակ է, հետևում է Կտրիշ Ներսիսյանի եւ որոշ հոգեվորականների շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, այդ բացահայտումներին, որ եղան, եւ ինչ դիրքորոշում ունեն իրենք։ Մեր հոգեվոր ամբողջ համակարգը ունի սյուներ։ Պոլսո պատրիարքությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Կիլիկիոն ուրեմն առաջնորդությունը եւ Էշմիածինը։ Դրանք ավտոնոմ համակարգեր են, բայց Էշմիածինը ունի կարևոր լծակ, ինքնաշնորհում կոչումներ, եպիսկոպոսական աստիճանակարգեր կամ աստիճանակարգեր բոլոր հոգեվորականներին։ Մնացած բոլոր հարցերում իրենք շատ ավտոնոմ են։ Իրենք շատ տարբեր են եւ իմ համար շատ միշտ կարևոր է եղել Երուսաղեմի խորհուրդը, որովհետեւ վերջին հաշվով կապված է Տիրոջ գոյության հետ, այդ ամբողջը շատ խորհրդավոր, այսպես հոգևոր մի միջավայր է եւ առաջին անգամ Երուսաղեմ ես այցելել եմ իմ գործընկերների հետ, Մխիթար Հայրապետյանի, Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության փոխնախարարի, այդպես զուտ ոչ միայն ճանաչողական, այլ խնդիրներ կային, որոնք պետքա մենք եկեղեցու հետ կապված տայինք լուծումներ, որովհետեւ հոգևորականների մի զգալի մասը, որոնք զորակոչային տարիքի էին, նրանք ծառայության են ասում, գիտեք, որ Երուսաղեմում այդ ծառայությունը բավականին բարդ ծառայություն է եւ մենք այդ լուծումները մինչեւ հիմա տվել ենք, բայց դա առիթ հանդիսացավ, որ ես անձամբ ունենամ այն գիտակցումը, որ խաչակրած արշավանքները հենց այնպես չի եղել այս հողի համար։ Դա հավատի համար է, հավատի տեղի համար է։ Վերջին հաշվով մինչև հիմա էլ այդ տարածքը այսպես ցնցվում է, գնում գալիս է։ Ես գիտակցեցի, որ մեր վիրավոր զինվորներին ծանր վերավորում ստացած, գուցե ինչ որ աջակցության ծրագիր ստեղծենք Երուսաղեմի պատրիարքարան եւ այդ ծրագիրը հնարավորություն տա, որ ոտ չունեցող, ձեռք չունեցող, ծանր վերավորում ստացած, բայց կյանքը իր չկորցրած մեր զինվորները հույսի մի հեռանկար ունենան եւ ես առաջին իսկ
նման այցից հետո հասկացա, որ դա իրականում աշխատում է։ Եվ բարբերաբար դա մենք իրականություն դարձրեցինք տարբեր այս ծրագրին աջակցողներին նաև մասնակցությամբ։ Ես անուններ չեմ տա, երբեք չեմ տա, որտեղ այդ մարդիկ գիտակցումով են աջակցել այս ծրագրերին։ Մենք պետական միջոցներ երբեք չենք բանարել, որովհետև հավատով պետք է լծվել, եթե մենք այդ կռվի մեջ չենք եղել, այդ մարդիկ ասում են գոնե մենք մի ինչ-որ բանով այս տղաները, որ ողջ են մնացել, նշանակում Աստծո կամքով է, նրանք ինչ-որ անելիք ունեն եւ բոլորը հավատում են դրան։ Եվ Երուսաղեմի այցերը, որը մի փոքր դադար ունեցավ բանին, այս պատերազմական գործողությունների արդյունքում, հիմա խաղաղ վիճակ էր եւ մենք նորից պատրիարքության հետ որոշեցինք շարունակենք այս ծրագիրը եւ ես միշտ հայրենա որ սա պետք է լինի շարունակական եւ այս աջակցությունը պետք է ստանան բոլոր այն հայրենիները, որոնք պատերազմի ընթացքում տվել են ամեն ինչ երկրում այս խաղաղությանը հասնելու համար։ Եվ ձեզ ասեմ, Վազգեն Սրբազանին առաջին անգամ ես տեսել եմ Երուսաղեմում պատարագ էր Սուրբ Հակոբում եւ ես նայում եմ ինչ հրաշալի, sense կարծր կերպար է, sense նայում եք ինքը կոշտ, բայց այդքան պատարագ է, այդքան բարձր որակի երբ որ անցկացնում էր, շրջակվեցի Սրբազանը ծանոթացրեք եւ մենք երեկոյան ճաշեցինք եւ 2-3 օր միասին անցկացրեցինք Երուսաղեմում, ես մեր վիրահայության, առաջնորդներ հոգևոր, եւ մինչեւ հիմա ինքը իր տեսակը չի փոխել եւ երբեք չի փոխի, որովհետեւ տեսակը չեն փոխում։ Տեսակը փոխվում է, դա նշանակում է, որ ինքը արժեզրկվում է եւ այսօր էլ ես շատ ուրախ եմ, որ Վազգեն Սրբազանը ինքը եկեղեցու առողջացման համար անում է ամեն ինչ։ Իհարկե իրենք թիրախավորվել են, ես կոնկրետ Վազգեն Սրբազանի մասով եմ ասում։ Շատերին հիմա թիրախավոր են, ասեն, որ սրանք այսպիսին են, այնպիսին են, բայց այնտեղ կա մի մարդ, որին ես Երուսաղեմում եմ մոտիկից ճանաչել եւ մինչեւ հիմա պահում եմ այդ մտերմությունը, որտեղ Երուսաղեմը ունի խորհուրդ, այնտեղ պատահական չէր կարծում։ Պատահական չէր։ Ես հավատում եմ, որ պատահական բաներ կյանքում չեն լինում։ Եվ եթե ես զինվորներին տարել եմ այնտեղ հավատով ու հույսով, որպեսզի այդ հույսը, հավատը փոխանցվի այն մարդկանց, որոնք մեր երկրին տվել են իրենց մարմնի մի մասը, ոչ միայն մարմնի մասը, տվել են ամեն ինչ ըստ էության։ Այս անգամ էլ այս տղաների խմբի մեջ ունենք հայորդի, որը օթային հարվածից ռմբակոծության արդյունքում 7 ժամ մնացել է հողի տակ։ Իր ընկերները փորել հանել են իրան 7 ժամ։ Եվ ես ասում եմ, ներսես ջան, եթե դու չես մահացել, ուրեմն դու շատ կարևոր մի բան ունես անելու քո երկրի քո ժողովրդի համար։ Դա իրականում այդպես է։ Իրենք բոլորը հավատում են, երբ որ ոդկա դնում են այդտեղ, բայց այդ ոդկը պետք է դնային էջմիածնում ու հավատային։ Նաև այ խորհուրդ է ամբողջի մեջ, էջմիածինն էլ պետք է դառնար այն մայր աթոռը, որտեղ որևէ մեկը կասկածի չունենար, այն ինչ որ մենք լսում ենք, բան ենք անում։ Եվ հենց այդ նպատակին ուղղված առողջացման ցանկությունը մեզ բոլորիս է վերաբերում։ Եվ ինչ զարգացումներ կունենան ամբողջացնելով այդ առողջացման process-ը երկար Բոլոր հոգևոր կենտրոններում նման խնդիրներ եղել են, բայց իրենք իր ներսից ուժ են գտել հաղթարեն այս խնդիրները։ Ինչի կուսակորոնության խնդիր չունեցի, Հռոմը, մյուս եկե ունեն, բայց պետք է ներսից, ասենք Հովհաննես Պողոսի միջև գալ 1000 մի պատմություններ կային կաթոլիկ եկեղեցու ուրեմն սպասավորների հետ կապված։ Էլ մանկապարտություն, եւ այլն, բայց իրենք ներսից պետք է այդ ուժը գտնեն։ Հիմա մենք աջակցում ենք, որպեսզի ներսից այդ ուժերը իրենց միջոցով կարգավորեն այն հարաբերությունները, որոնք տարիներ, դարեր շարունակ խորացել ու կուտակվել են։ Վատ բան կա, դրա մեջ չէ։ Բայց այդ գիտակցումը պարզվում է շատ բարդ է հաղթահարելը, որովհետև մարդիկ, որոնք դրա մեջ են, չեն ուզում հրաժարվեն դրանից, որովհետև դա իրենց համար ստեղծել է շատ կոմֆորտ միջավ էր։ Իսկ մեզ պետք է հավատը եւ հավատը հենց եկեղեցու նկատմամբ, եկեղեցու սպասավորի նկատմամբ, կառույցի նկատմամբ եւ հավատ ավելի մեծ ուժ է, քան թե ցանկացած սպառազինություն, որ մենք ձեռք ենք բերում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։